Հայաստանի նախագահը Կորեայի առողջապահական տուրիստների շարքում այս վերնագրի ներքո կորեական Չոսուն կայքը տեղեկացնում է, որ Կորեայի ծաղկող առողջապահական տուրիստական ինդուստրիան առաջին անգամ իր հարկի տակ ընդունել է այլ պետության ղեկավարի, տվյալ դեպքում Հայաստանի նախագահին, ով վերականգնողական բուժում է անցել։ Կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահին հունվարի 9-ին Գանգնամում գտնվող Չաոուն վերականգնողական կենտրոն է ուղեկցել սև սեդաններից կազմված ավտոշարասյունը։ Իդեպ ըստ հրապարակման Սերժ Սարգսյանին ուղեկցել են նախկին Սովետական Միության Արբանյակ երկրի նախկին ղեկավարը եւ ծնունդով հայ ռուսաստանցի գործարարը, ով նաեւ անցած տարի ուղեկցում էր պաշտոնական այցով Կորեա ժամանած Վլադիմիր Պուտինին եւ օգտվել է վերականգնողական կենտրոնի ծառայություններից։ Կայքը իբրև ապացույց հրապարակել է մի լուսանկար, որտեղ Սերժ Սարգսյանը նստած է շրջապատված կորեացի բժիշկներով։ Լուսանկարում նաեւ երևում են նրան ուղեկցողները՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Վաչիկ Ղազարյանը։ Թե ով է նախկին Սովետական Միության Արբանյակ երկրի նախկին ղեկավարը լուսանկարում չի երևում, սակայն մամուլի փոխանցմամբ հիշատակված անձը Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է։ Այսպիսով Սերժ Սարգսյանը, Արա Աբրահամյանը եւ նախկին Սովետական Միության Արբանյակ երկրի նախկին ղեկավարը Չաոումի վերականգնողական կենտրոն են այցելել մեկ շաբաթ ամեն օր։ Նրանք կենտրոնում ենթարկվել են ցողունային բջիջների թերապիայի, երիտասարդացման թերապիայի, ինչպես նաև կատարել են մարմնի հարթեցում, մերսում եւ քաշի կարգավորում։ Հրապարակման համաձայն այս ամենի համար խումբը վճարել է հարավկորեական 200 միլիոն վոն կամ մոտ $186,000 եւ կլինիկան լքել են հունվարի 17-ին։ Հիշեցնենք, Հայաստանի նախագահի գրասենյակը հունվարի 7-ին հաղորդագրություն էր տարածել տեղեկացնելով, որ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդի, որը անցկացնելու է արտերկրում, թե կոնկրետ որտեղ չէին մանրամասնել։ Ուշագրավ է, որ հայկական ժամանակը դեռ հունվարի 16-ին էր գրել, որ արտերկրում գտնվող Սերժ Սարգսյանը Կորեայի կլինիկաներից մեկում ցողունային բջիջների իմպլանտացիա է արել, ինչը նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը։ Սակայն նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը ի պատասխան ԱՄԷԿ-ի հարցի հունվարի 21-ին հերքել էր այդ տեղեկատվությունը, որակելով դրանք անհեթեթ ասեկոսեներ։ Այսօր արդեն, երբ հայկական ու կորեական կայքերը ողողված են Սերժ Սարգսյանի Կորեա կատարած այցի մանրամասներով, նախագահի մամուլի խոսնակն արդեն հաստատում է, որ արձակուրդի ընթացքում Սերժ Սարգսյանը նաև առողջապահական կենտրոն է այցելել, սակայն ոչ թե բուժման, այլ կանխարգելիչ առողջարարական նպատակներով։ Իպրեսի հարցին ի պատասխան Սաղաթելյանը նաև ասել է, թե հիշատակված ծախսը մոտ $180,000 ոչ թե միայն նախագահի, այլ ամբողջ խմբի կողմից ստացած ծառայությունների վճարն է։ Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների վճարը ամբողջի մի մասն է միայն, որը շատ անգամ պակաս է նշված գումարից եւ այդ մասի վճարումը կատարվել է նրա անձնական հայտարարագրված միջոցների հաշվին, պարզաբանել է Արման Սաղաթելյանը։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը տեղի ունեցածը սկանդալ եւ խայտարակություն է համարում։ Վերջինիս փոխանցմամբ իշխանությունները պարբերաբար սկանդալային պատմությունների մեջ են հայտնվում, քանի որ գործում են ժողովրդավարության չափանիշներին հակառակ։ Եթե առողջության հետ կապված խնդիրներ կան, դա պետք է բաց հայտնվեր, ներկայացվեր մեր հասարակությանը։ Հիմա պարզվում է, որ փորձել են թաքցնել առողջության հետ կապված խնդիրները, սա մեկ, եւ երկրորդը անգամ այդ թաքցնելը իրենց մոտ չի ստացվել։ Իսկ ո՞րն է նպատակը գաղտնի պահելու։ Դա շատ պարզ է, ժողովրդից ուզում են թաքցնեն այն հանգամանքը, որ կան առողջական խնդիրներ եւ որ ըստ էության երկրի ղեկավարը միգուցե ուղղակի adekvat վիճակում չի գտնվում երկրի կառավարման համար։ Իդեպ, անդրադառնալով կորեական կայքի այն հրապարակմանը, որ Սերժ Սարգսյանը նաև երիտասարդացման թերապիա է անցել, Լևոն Զուրաբյանը ընդգծեց, թե արհեստական երիտասարդացումը միևնույն է նրան ոչինչ չի տալու։ Ըստ ինքը չի հասկանում, որ երիտասարդ լինում են ներսից եւ արհեստական երիտասարդացումը ոչինչ չի տալիս։ Մեզ ոչ թե պետք է մարմնով եւ տարիքով երիտասարդ ղեկավարներ, այլ մեզ պետք է ոգով եւ մտքով երիտասարդ ղեկավարներ։ Իսկ դա որևէ երիտասարդացման պրոցեդուրաներով
չլուծվող հարցեր։ Հավելենք, որ ազգային ժողովի փոխնախագահ հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ազատության հետ զրույցում վստահեցրեց, թե Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ չունի։ Անհանգստացողներին տեղեկացնեն, որ նախագահը շատ առողջ է, առույգ եւ իրականացնում է իր պարտականությունները։ Երեկ էլ նա 2.5 ժամ վարել է հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը։ Նախագահի առողջությամբ անհանգստացողներին ցանկանում եմ առողջություն, Ազատությանը փոխանցեց Էդուարդ Շարմազանովը։